Պարոն Պապայան, նախ ընդհանուր առմամբ քարոզարշավի 8-րդ օրն է, կուզենամ հարցազրույցը սկսել նրանից, թե ինչ ազդակներ եք ստացել այս ընթացքում քաղաքացիների հետ շփման արդյունքում, ինչն եք ամենաշատը լսել քաղաքական թիմի անելիքների հետ կապված եւ արդեն արված աշխատանքի հետ կապված։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ հիմնականում տպավորությունս այն է, որ ինչ որ սկսել ենք, ուղղակի պետք է շարունակենք եւ բնականաբար ավելի մեծ մասշտաբներով, որովհետեւ մարդիկ ըստ էության գալիս են երկու արձանագրում են անում։ Առաջին արձանագրում շնորհակալություն կատարված աշխատանքի համար, օրինակ դպրոցի, մանկապարտեզի, ճանապարհի, գազաֆիկացման, ջրագծի եւ այլնի համար, եւ հաջորդ մասը շարունակում են այն չլուծված խնդիրները, որոնք որ կա։ Ենթադրենք մի գյուղում կառուցել ենք մանկապարտեզ, ճանապարհ, բայց դեռ չկա օրինակ այգի, ջրագիծ, մեկ այլ տեղում կառուցել ենք ջրագիծը, դպրոցը, բայց դեռ չկա օրինակ պատշաճ ճանապարհներ եւ այլն, այսինքն սա նշանակում է, որ ճիշտ աշխատանք ենք մենք իրականացնում, ճիշտ քաղաքականություն ենք իրականացնում, պարզապես պետք է հաջորդ հնգամյակում շարունակենք դա եւ բնականաբար տնտեսական աճը մեզ պետք է հնարավորություն տա այդ ծավալները ել ավելի մեծացնել։ Պարոն Պապայան, ձեր խոսքում մի քանի անգամ նշեցիք, որ պիտի շարունակեք, նախ շարունակելու համար ուզում եմ հասկանալ, դուք ունեք արդեն այդ վստահությունը, որ մեծամասնություն եք կազմելու, այսինքն ժողովրդից այդ ազդակները նաև ստանում եք։ Ժողովրդից ազդակները ստանում ենք, որոնք շատ դրական են, բայց մեր քաղաքական ուժը ժողովրդավարություն է բերել Հայաստան եւ ժողովուրդը պետք է գնա եւ պաշտպանի ժողովրդավարությունը, որովհետեւ մենք չենք պատրաստվում կեղծել ընտրություններ։ Եվ եթե ժողովուրդը չգնա ու չպաշտպանի իր ժողովրդավարությունը, ես ցավով պիտի արձանագրեմ, որ նա նորից կստանա նախկին ժամանակներ։ Իսկ այս գյուղերում շատ կոնկրետ մարդիկ եւ շատ կոնկրետ անուններ կան, որոնք հիմա որ նրանց ոչ ձայնն է դուրս գալիս, ոչ ծպտունն է դուրս գալիս, եւ նրանք ընդհանրապես թաքնված են պայքարում ժողովրդի եւ ժողովրդի իշխանության դեմ։ Բայց եթե վերադառնան եւ եթե ժողովուրդը չգնա ընտրության եւ վերադառնան այդ ժամանակները, այդ մարդիկ դուրս կգան իրենց անկյուններից, որտեղ նրանք թաքնվել են եւ նոր շարունակեն այն, ինչ որ արել են նախորդ 25-30 տարվա ընթացքում։ Հետևաբար, գիտեք, մի իրավիճակ կա, երբ որ ժողովուրդը պաշտպանում է իշխանությանը եւ իշխանությունը պաշտպանում է ժողովրդին։ Սա շատ փոխադարձ աշխատող սինխրոն process է եղել։ Այսինքն իշխանությունները իրենց ձեռքի տակ եղած կառավարող ուժերի ձեռքի տակ եղած ունեցած լծակներով թույլ չի տալիս, որպեսզի նախկինում հարստահարած մարդիկ, մարդկանց ծեծած մարդիկ, մարդկանց ձայնը գողացած մարդիկ իրենց գլուխը հանեն իրենց բներից, բայց միևնույն ժամանակ ժողովուրդը պետք է պաշտպանի այդ իշխանության իր քվեով, որպեսզի նրանք թույլ տա, որպեսզի եւս 5 տարի դա տեղի ունենա, որովհետեւ եթե ժողովուրդը չգնա ընտրության ու չպաշտպանի իր իշխանությունը, չպաշտպանի ժողովրդավարությունը, չպաշտպանի դեմոկրատական արժեքները, ապա նրանք նորից դուրս են գալու, որովհետեւ այս միջավայրը ժողովրդին է հարմար եւ ոչ թե այդ մարդկանց։ Սա է դիլեման եւ հիմա մենք ակնկալում ենք ժողովրդի քվեն, որպեսզի մենք կարողանանք հաջորդ հնգամյակում շարունակենք այդ աշխատանքները եւ պաշտպանենք ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը պաշտպանելու համար ընտրական տեղամասում առաջին հերթին պետք է քաղաքացին պաշտպանի ժողովրդավարությունը մեկ օր, այնուհետև մնացած 5 տարիների ընթացքում պետք է ժողովրդավարությունը պաշտպանի ընտրված դեմոկրատական իշխանություն։ Որքան էլ որ նշեցիք, որ այդ մարդիկ ամեն դեպքում թաքնված են պայքար տանում, բայց այս դեպքում մրցակցություն տեսնում եք, այսինքն այդ թաքնվողները կարող են ամեն դեպքում հաղթանակ տանել եւ իրենք մեծամասնություն կազմել։ Նման սցենար դուք հաշվի առել եք։ Նման սցենար կարող է տեղի ունենալ մեկ պարագայում, եթե ժողովուրդը չգնա ընտրատեղամաս։ Այսինքն կա մի փոքր զանգված, որը կարող է այդ օրը կազմել մեծամասնություն եւ այդպիսի դեպքեր առանձին դեպքերում մենք տեսնում ենք առանձին համայնքներում։ Դա տեղի ունենում այն ժամանակ, երբ ժողովուրդը չի գնում ընտրական տեղամաս։ Հենց ժողովուրդը գնում ընտրական տեղամաս, իրենք մնում են փոքրամասնության մեջ։ Եվ պարոն Պապայան, նաև ինչ ազդակներ եք ստացել, ինչ խնդիրներ եք հավաքագրել, գույքագրել, այսպես ասած, որ առաջիկայում մեծամասնություն կազմելու դեպքում, այսպես ասած, առաջնահերթություններ են լինելու ձեզ համար,
ի գործ եք։ Դե բոլոր համայնքներում մանկապարտեզի հարց պետք է լուծենք, դպրոցների հարց պետք է լուծենք, ճանապարհների հարցը, այսինքն համայնք կա ջրի հարց կա, համայնք կա մի քիչ ավելի քիչ, մի քիչ ավելի շատ, հիմնականում գյուղական միջավայրում չկա ճանապարհներ, այդ ճանապարհների հարցը պետք է լուծենք եւ հաջորդ հնգամեկում առասարակ կառավարության համար խմելու եւ ոռոգման ջրի հարցն է լինելու կարևորագույն հարց եւ մենք բազմում միլիարդանոց ծրագրեր ենք իրականացնելու ողջ երկրում, որպեսզի էականորեն, եթե ողջ ամբողջապես, ապա էականորեն լուծենք խմելու եւ ոռոգման ջրի հարցը։ Պարոն Պապայան, ես ճիշտ եմ հասկանում, որ այս համայնքը արդեն տեսել է որոշակիորեն ձեր աշխատանքը, այսինքն այդ արդյունքները, որովհետև հիմնականում քարոզարշավի ընթացքում բոլորը խոստումներ են տալիս, հետո դրանց մի մասը նաև ի կատար չի ածվում։ Սա այդ դեպքերից է, որ արդեն համայնքը տեսել է արված աշխատանքի մի մասը։ Ես անկեղծորեն Հայաստանում քիչ համայնք եմ տեսել կամ կարող եմ չեմ էլ տեսել, որտեղ մենք ոչինչ չենք արել։ Միտեղ կարող է արել ենք դպրոցը, մանկապարտեզը եւ ճանապարհը, բայց դեռ օրինակ չկա ջրագիծը։ Միտեղ արել ենք ջրագիծ, ճանապարհ, մանկապարտեզ, բայց դեռ դպրոցը լավ վիճակում չէ։ Միտեղ արել ենք այգի, ջրագիծ, ճանապարհ, բայց դպրոցն ու մանկապարտեզը դեռ պատշաճ վիճակում չէ։ Հանրապետությունում դες բնակավայր չեմ մտել, որտեղ օրինակ 6 խնդրից 3-ը օրինակ գոնե լուծված չի։ Բայց դա չի նշանակում, որ մյուս 3 խնդիրները չկան ու չպիտի լուծենք։ Մյուս 3-ն էլ պետք է լուծենք հաջորդ հնգամյակում։ Եվ պարոն Պապայան, վերջում կուզենամ նշեք, թե ինչու փարաքարցին պետք է ընտրի հենց ձեր քաղաքական թիմին եւ անձամբ Լյուդվիգ Գյուլնազարյանին։ Որովհետեւ մեր քաղաքական թիմում չկան գողեր, որովհետեւ մեր քաղաքական թիմում չկան մարդկանց ձայնը կեղծողներ, որովհետեւ մեր քաղաքական թիմում չկան մարդկանց խաբողներ, որովհետեւ մեր քաղաքական թիմում չկան մարդկանց կեղծողներ, եւ ընդհանրապես մեր քաղաքական թիմում չկան մարդիկ, որոնք որ մարդկանց հետ շփվում են անմարդկային եղանակով եւ 5 տարի մեկ։ Մարտի 30-ին գնալով օտրատեղամաս, գրակում ենք համար 1, Լյուդվիգ Գյուլնազարյան։